Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք իրական օրակարգի ֆորմատում քննարկել կարևոր եւ բովանդակային հարցեր եւ ինչպես ամեն շաբաթ այս շաբաթ եւս քննարկումը իրականացնելու ենք քաղաքագետներ Երվանդ Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանը, շնորհակալ եմ բարոյք այս քննարկման համար։ Մենք այսօր խոսելու ենք հասարակական տրամադրվածությունների մասին, հասարակության մասին։ Ի վերջո վերջին 7 տարիներին հաճախ է քննարկում այս հարցը, թե ինչու են մարդիկ անտարբեր կամ ինչու չկա հանրային լայն դժգոհություն, հա, իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ եւ հարցը հետեւյալն է քննարկման սկզբի։ Հասարակությունը հոգնել է ստեղծված իրավիճակից, այսինքն անդադես կշտություններից, լարվածությունից, նախկին ներկայից, ինչ որ մեղավորների փնտրտուքից թե հաշտվել է այս իրականությանը, դե ասում դե լավ, հիմա ինչ լինի, թող լինի։ Մենք հաշտենք սրա հետ։ Խնդրեմ բանոց։ Ես կարծում եմ, որ ոչ, պարզապես հասարակությունը անորոշության մեջ է, շփոթության մեջ է, որովհետև չի տեսնում, չունի նոր տեսիլք, իրենց որևէ մեկը նոր տեսիլք չի առաջարկում, թե ասենք, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, ապա ինչ Հայաստան պետք է լինի։ Այսինքն կա նախկինները, որոնք ասում են, թե եթե Նիկոլը չլինի, մենք վերադառնանք այն նախկինը, որ կար Հայաստանում, որտեղ կար շատ լավ բաներ, բայց հասարակությունը մեծամասամբ ուզում է, որ այնուամենայնիվ Հայաստանը մի նոր էջ բացի իր համար, բայց ինչ էջ բացի հասարակության այդ պահանջը ոչ մեկ չի բավարարում եւ ըստ էության դրա համար հասարակության մեծ մասը ինքը անորոշության մեջ է մնացել, ինքը ուզում է տեսնել Փաշինյանից այլընտրանք նոր տեսիլք, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, բայց այդ առաջարկը չկա։ Այդ առաջարկի մեջ մի շարք քաղաքական ուժեր փորձում են բան առաջարկեն, մասնավորապես Մայր Հայաստանը, բայց ամբողջական դեռ ամփոփված չի, թե ինչպեսին պետք է լինի այդ նոր Հայաստանը, այդ նոր որակի Հայաստանը, որը ավելի հասկանալի եւ տեսանելի կդառնա հասարակության մեծ մասի համար։ Բայց ես կարծում եմ, որ ընտրությունների շեմին այդ ամենը արդեն բոլորի համար պարզ կլինի եւ ես համոզված եմ, որ իսկապես Հայաստանը կունենա շատ լավ ապագա։ Ես մի օրինակ բերեմ, մենք շատ նման ենք մոտավորապես Հայաստանը, գիտեք, լուսնի վրա չի։ Հայաստանը դա աշխարհում իր բնական տեղը ունի եւ այն process-ները, որ կատարվում են եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, արտացոլվում են նաեւ Հայաստանի վրա։ Այն ինչ որ կատարվեց, օրինակ Տրամպը, որ եկավ իշխանության, պահպանողական ալիք եկավ, չէ՞, իշխանության։ Նույն պահպանողական ալիք եկավ վերջերս Չեխիայում։ Այդպիսի պահպանողական իշխանություն եկավ նաև վերջին ժամանակներս նաև Սլովակիայում։ Այդպիսի պահպանողական ալիքներ պետք է գան արդեն նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում սպասում կա։ Հունգարիայում վաղուց այդ իշխանությունը կար։ Այդպիսի ալիքի պահանջ կա նաև Հայաստանում։ Այդպիսի ալիք եկավ 2012 թվականին Վրաստանում, իդեմս Իվանիշվիլի, այսինքն նրանք սա նույն process-ի նույն դրսևորումն է, հա։ Հիմի Հայաստանը հղիացած է այդ նոր ալիքից, պարզապես դրա քաղաքական ուպակովկան ձևակերպումը, քանի որ դեռ չկա, դրա համար այդ անորոշ է մնացել այդ process-ը հասարակության մեջ, բայց ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, մինչև ընտրությունները, դա արդեն ձևակերպվի եւ հասարակության համար տեսանելի կդառնա, որովհետեւ մինչև մարդկանց համար կոնկրետ տեսանելի չդառնա, թե Հայաստանը ուր պետք է զարգանա, մարդիկ չեն ակտիվանա։ Մարդիկ ակտիվ դժգոհ են իշխանությունից, բայց այլընտրանքը դեռ չեն տեսնում։ Խնդրեմ բանալ։ Երևանը շատ կարևոր բան ասեց, որ կա համաշխարհային տրենդ եւ համաշխարհային տրենդից եթե դուրս ես մնում, դու պատժվում ես։ Սակայն տրենդը գնում է դեպի աճ, դեպի պահպանողական գաղափարներ եւ նույնիսկ Գերմանիայում, նույնիսկ Ֆրանսիայում, որ այն գլոբալիստական կենտրոններն են Եվրոպայում, այդ տրենդը կա, նույնիսկ Բրիտանիայում այդ տրենդը կա, Ֆարաջի կուսակցությունը եւ այլն։ Եվ process-ը գնում է նրան, որ պետք է գան աճ ուժերը։ Հիմա Հայաստանում հակառակ process-ն է կատարվում։ Ուրեմն նայեք, մեր ողջ տարածաշրջանում աճ ուժերն են իշխանության։ Իրանի մասին չենք խոսում, Թուրքիայում էլի աճերն են, չէ՞, իսլամիստական եւ այլն, Ռուսաստանում աճ ուժերն են, Վրաստանում աճ ուժերն են եկել եւ մի փոքր կղզյակ պատմությունից հետ մնացած ուզում է հակառակ ուղղությամբ գնա եւ արդյունքում մենք անդադ պատժվում ենք եւ պատահական չի, որ մենք չունենք դաշնակիցներ եւ այս գործող այս մեր նոր փոքրիկ բռնակալին ոչ ոք լուրջ չի վերաբերում կամ քմծիծաղով են վերաբերում
Ուրեմն մենք պետք է այդ տրենդի մեջ մտնենք եւ համաձայն եմ Երևանի հետ, որ առաջարկը հիմնավոր չի։ Ես մի օրինակ բերեմ, էլի, Հայաստանում հասարակությունը սպառողական հասարակություն է եւ սպառում է ոչ միայն ապրանքներ, այլ նաեւ սպառում է ինֆորմացիա։ Եվ անդադ այդ ինֆորմացիայից կախվածության մեջ են գել եւ ինչ որ առումով կներեն ինձ մեծ դիտողները, ինչ որ սադիստական, սադոմազոխիստական ինչ որ process է գնում։ Արդեն մարդիկ հոգնել են, զզվել են այդ բացական ինֆորմացիայից, բայց անդադ ոնց որ բացական ինֆորմացիա են, հա, սպառում են այդ բացական ինֆորմացիան։ Սակայն այս ինֆորմացիաները հիմնականում տալիս է մեր նոր այս փոքրիկ բռնապետը, իսկ անդիմությունը չի կարողանում դիսկուրս ձևավորել, չի կարողանում ինֆորմացիա տալ, ասենք ինչ անի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրապարակում է ենթադրյալ թե իրական պոռնո սկանդալ։ Մի այդպիսի սկանդալներ ընդդիմությունը հրապարակի։ Ոնց անի որ ծածկի, որովհետև իրականում լայն տարածում ունեն հենց այն ինչ անում է իշխանությունը, պոպուլիստական, սեռական, սեռաշեղված ինչ որ քարոզ, չգիտեմ, կեղծիկ, փող, թալան, սեքս։ Չէ, ոչ միայն։ Օրինակի համար փափաղ է դնում, բոլորը փափաղն են քննարկում, այրոդրոմն են քննարկում, գլխակը փոխում է Պետրավոր գլխակ է դնում, սա ասում են գլխակը փոխեց։ Կամ եթե ինչ որ նորություն չկա, արդեն ձեռը առնում, բայց աշխատում է, նստում է, լայվ է մտնում, ինչ որ մի երաժշտություն է դնում, օպերայից կամ բան, sense լսում է, ու բոլորը սկսում են երկու օր քննարկել իր այդ երաժշտությունը։ Խնդիրը տեխնոլոգիայի մեջ է, ոչ թե խնդիրը տեխնոլոգիան այն է, որ ինքը անընդհատ ինֆորմացիա է ստեղծում։ Ընդամենը երևի 2-3 ամիս, որ ինքը ինֆորմացիայի կենտրոնում չէ։ Դա իրանցի շարժման ժամանակներ, երբ որ Բագրատ Սարփազանն էր թելադրում քննարկումները, եւ ինքը արդեն մոռացել են համարյա իր մասին։ Ինքը դուրս էր մնացել process-ներից։ Հիմա վերադարձել է։ Հիմա եթե խոսքը նրա մասի է պոպուլիզմ, քաղաքականություն նաեւ պոպուլիզմ է։ Քաղաքականություն նաև շոու է, նույն Տրամպը շոուներ անում։ Հասկացանք, մենք նման քաղաքական Պուտինը նույնպես շոուներ անում, ես չեմ ասում շոուներ անեն։ Ես ասում եմ, երբ որ դու հասարակության հետ կոմունիկացիայի աղբյուրը չունես, կոմունիկացիայի մեջ չես, դա կարող լինի լուրջ բաներ, դա կարող լինի ինչ-որ շոու, դա կարող է պարզեցված։ Գիտեք ինչն է հետաքրքիր, պարոն Դանիել, ներողություն։ Ուրեմն Հայաստանում չի հրապարակվել, կարծեմ ռուսերեն տարբերակը կա, Վիկտոր Սողոմոնյանի գիրքը «Պոլիտիկա как սյուժետ» եւ հետաքրքիր օրինակներով հենց բերել էր այդ ձեր ասած, որ քաղաքականությունը շոու էր եւ իրականում շատ հանգիստ մատուցվել էր այն, որ այդ քաղաքական գործիչները առաջին գծում գործող պիտի նաեւ լինեն դերասաններ։ Այսինքն սյուժե պիտի լինի, քաղաքական process-ը եթե քաղաքական process-ը գեներացվում, պիտի լինի սյուժե, պիտի լինի հերոս, պիտի լինի հակահերոս։ Հին բրոմից սկսած։ Ահա, այո։ Եվ հետաքրքիր ես կարծում եմ ես քաղաքական գործիչներին խորհուրդ եմ տալի անպայման այդ գիրքը կարդալ, շատ թեթև կարդացվող գիրք է, այնպես բարդ բան չի, բայց մյուս կողմից էլ կարծեք թե հուշում է Հայաստանի քաղաքական գործիչներին, ընդդիմադիրներին, որտեղ Նիկոլը լրիվ այդ բանի մեջ գրքի կանոններով աշխատում է։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին կհուշի ինչ է պետք անել։ Որովհետև այո, մարդիկ քաղաքականությունը նայում են այնպես, ինչպես սերիալ կնայեն։ Եվ հիմա այդ սերիալը ընդդիմադիր դաշտից մատուցող չկա։ Եվ սա լավ չի կամ վատ չի, սա իրողություն է։ Սա ժանրի կանոններն է թելադրում։ Դա չի նշանակում խաբել մարդկանց, դա չի նշանակում պոպուլիզմով զբաղվել, դա նշանակում է նույնիսկ լուրջ կարևորագույն մտքերը դու պետք է տեղ հասցնես։ Շատ դեպքերում պարզեցված պետք է տեղ հասցնես։ 17 թվականին Ռուսաստանում հեղափոխություններ, չէ՞։ Կարգախոսը ինչ էր։ Պարզ, հասկանալի։ Հողը գյուղացում, գործարանները բանվորներին։ Իհարկե ոչ հողը գյուղացնողը, ոչ գործարանները բանվորներին, բայց այդ մարդկանց համար ամեն ինչ պարզ էր, բայց արդյունքում ֆունդամենտալ լավ թե վատ փոփոխություններ տեղի ունեցան։ Այսինքն մոդեռնը եկավ հաղթեց իր բոլոր ձևերով սովետական միությունում, եւ դա համաշխարհային process է։ Հարցը այն է, եթե դու ուզում ես երկիրը զարգացնես եւ ունես ծրագրեր, դու պետք է դրա վրա լուրջ աշխատես, լուրջ փորձագետներ աշխատեն, think tank-ներ լինեն, հետազոտական կենտրոններ լինեն, բայց մատուցումը մարդկանց պետք է պարզ լինի եւ անդադ դու պետք է հաղորդակցության մեջ լինես հանրության հետ։ Հիմա երբ որ մենք նայում ենք մեր ընդդիմադիր գործիչներին, այնպիսի տպավորություն է շատերը, ոչ բոլորը, որ իրենց ամոթ է անընդհատ մարդկանց հետ խոսալը։ Կարելի է 5 ամիսը մեկ դուրս գալ ինչ-որ մի բան ասել։
ի տարբերություն այս մեր նորաթուղ բռնակալի ամենօրյա կապի մեջ է հանրության։ Օրը 10-20 անգամ կապի մեջ է եւ միշտ ինչ-որ մի բան հնարում է, նույնիսկ զավեշտի հասնող բաները մտածում, հա, կամ նույնը ասեց, հա, երաժշտությունը միացնում է, ասենց նայում, հետո անջատում լայվը դուրս գար ու բոլորը քննարկում են դա։ Այսինքն ինքը անդադ ինֆորմացիայի կենտրոնում է, հանրային քննարկման կենտրոնում է։ Կարող ենք փաստել, որ սա քաղաքական գործիչների մասով խոսենք նորից կվերադառնանք հանրությանը, կարող ենք փաստել, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում չկա կրեատիվ մեկ եւ քաղաքական առաջնորդների մեծ մասը պատրաստ չէ փոփոխությունների, այսինքն պատրաստ չէ ինքն իր վրա աշխատել, պատրաստ չէ ժամանակի հետ փոխվել։ Երման կներես Աշխարհի դեռևս ամենահազորագույն երկիրը Միացյալ Նահանգներն է, չէ՞։ Տրամպը շոումեն է։ Շարդանկը շոումեն, այնքա դեմ չի կլոուն լինի, ինքը իր այջում թագը գլխին է նկարվում, ինքնաթիռից տարբեր բաներ է թափում, բանը երթին մասնակիցների վրա, բայց ինքը անընդհատ process-ի մեջ է, ինքը անընդհատ ուշադրության կենտրոնում արդեն ամբողջ աշխարհի մակարդակում, եւ մարդիկ արդեն սովորել են եւ եթե ինչ-որ մարդկան լուրջ չեն վերաբերում, բայց ամեն ինչը լուրջ է։ Ինքը համաշխարհային քաղաքականության տրենդն է թելադրում։ Խնդրեմ։ Տեսեք, ես շարունակեմ Ստեփանի խոսքը, բանապես քաղաքականության մեջ մարդիկ ընկալում են քաղաքական ուժերին պատկերներով, կոնկրետ պատկերներով։ Տեսեք, Ստեփանը ասաց, որ 2018 թվականի այն երևույթը, որ եղավ, վաղուց կարուրիշտ է, ես ուղղակի ասեմ, որ գունավոր հեղափոխություններ բազմաթիվ եղել են եւ Լիբանանում, եւ Ղրղստանում, ուկրաինական երկու հատ գունավոր հեղափոխություն եղավ, Վրաստանում եղավ, տարբեր տիպի, այսինքն այդ գունավոր հեղափոխությունը դա օրինաչափությունների մեջ էր։ Ինչպես որ եթե հիշում եք առաջի ալիքի հեղափոխությունները, որ եղան 88 թվականի, չէ՞, Սայուդից հետո եկավ արդեն իրենց նախկին կոմունիստները, հետո եկան նախկին կոմունիստական լիդերները, Շևարդնաձեն, Ալիևը, մեր մոտ կարող էր Դեմիրճյանը գար, չէ՞։ Այսինքն սրանք համաշխարհային երևույթներ են, որտեղ միանշանակ արտացոլվում է նաև Հայաստանի վրա։ Ես այն կարծիքն եմ, որ Հայաստանում այս գունավոր հեղափոխությունը, որ եղավ 2018 թվականին, օբյեկտիվորեն կարող էր 2000 թվականներին, որովհետև այն ժամանակ էլ թե հիշում եք կար օրինաց երկիր քաղաքական ուժ, որը մոտավորապես կատարում էր այն ֆունկցիան, ինչ որ կատարեց Սաակաշվիլին Վրաստանում, հա, եւ ինչ որ կատարում էր Յուշչենկոն Ուկրաինայում։ Եվ այլ խնդիրը, որ տարբեր երկրներում, տարբեր պատճառներով, տարբեր ժամանակներում են գալիս այդ ուժերը։ Սա է խնդիրը։ Հիմա այդ ուժը, որ եկավ 18 թվականին, կարող էր գալ, ասենք, չգիտեմ, 2008 թվականին, կամ 2012 թվականին, կամ 2010 թվականին, եւ 2018-ին։ Հիմա արդեն բումերանգի, այսպես ասած, տրամաբանության մեջ աշխատում է արդեն այլ էֆեկտ է։ Հիմա արդեն գալիս են ճիշտ հակառակ process, այսինքն արդեն բոլոր այդ երկրները, որտեղ որ եկել են, ասենք օրինակ Բայդենը, դա գունավոր հեղափոխությունների, այսպես ասած, մայրաքաղաքներ, Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգներից է դուրս գալիս դա, չէ՞։ Հիմա, երբ որ Միացյալ Նահանգներում կատարվեց կոնտրհեղափոխությունը, այսինքն Տրամպը եկավ իշխանության, այդ կոնտրհեղափոխությունը իր ալիքաձև տալիս է process-ներ, որտեղ գնա արդեն այլ երկրներում։ Այսօրվա դրությամբ արդեն Գերմանիայում դրա պահանջը կա եւ ավելին կարող եմ ասեմ Միացյալ Նահանգների փոխնախագահան գրեթե բաց մակարդակով քարոզում է դա։ Իսկ Մասկը ուղղակիորեն կոչ է անում, որ Գերմանիայի այլընտրանքային կուսակցությունը ինքը գա հաջողության հասնի եւ ավելին կարող եմ ասեմ Տրամպը հրապարակավ աջակցում է Նայջել Ֆարաջի ռեֆորմների կուսակցությանը Միացյալ Մեծ Բրիտանիայում եւ ավելին կարող եմ ասեմ, որ տարբեր հարցումների արդյունքներով ըստ եթե մենք հաշվենք թե ինչ տրամաբանությամբ է աճել Նայջել Ֆարաջի կուսակցությունը, ապա շատերը նույնիսկ պրոգնոզ են անում, որ գալիք ընտրություններում կարող է ինքը բացարձակ մեծամասնություն ունենա։ Նույնը կարելի ասել Լեպենի կուսակցությունը Ֆրանսիայում, այսինքն օբյեկտիվորեն Հայաստանում էլ հղիացած է այն process-ը, որից ծնվեց Տրամպի շարժումը, որից ծնվում է Սլովակիայի շարժումը, Ֆիցո բանը եւ բանը դա երբ որ նոր Չեխիայում եկան պահպանողականները եւ այդ բոլոր process-ների մեջ Հայաստանը մեծ հաշվով գղզյակ չէ, Հայաստանը դա process-ների բաղկացիչ էլեմենտն է եւ անխուսափելի է որ 26 թվականին այդպիսի ուժ պետք է գա իշխանության։ Դա ոչ թե, չգիտեմ, ինչ որ անհատների ցանկությունն է, այլ պարզապես օբյեկտիվ իրականություն է, ինչպես որ Դեմիրճյանի ֆենոմենը
եկավ Հայաստանից, ինչպես Շևարդաձեի ֆենոմենը եղավ, ինչպես որ Ալիևի ֆենոմենը եղավ, ինչպես որ Սաակաշվիլին եկավ իշխանության, այսպես էլ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Այլ խնդիր է, որ իրանք նաև բացական դեր են կատարում, ինչպես որ ասենք LGB եկավ իշխանության ադամը։ Հիմա գալու է ճիշտ հակառակ process-ը Հայաստանում։ Այդ ճիշտ հակառակ process-ի մեջ յուրօրինակ ես համաձայն եմ, որ դեռ ձևավորված չէ, թե ինչ պատկեր պետք է ունենա հայաստանյան, այսպես ասած, տրամպիզմի վեճը կամ սա Իվանիշվիլիի ձևը։ Դեռ պարզ չէ, որովհետև մեր մոտ, քանի որ դա հում է, այսպես ասած, ինչի, որովհետև տեխնոլոգիական տեսակետից ես կարծում եմ, որ Հայաստանում շատ լուրջ թիմեր կան եւ լավագույն թիմերից է նաեւ Մայր Հայաստան կուսակցությունը, բայց նաեւ կա պատկերի խնդիր, օբրազի խնդիր, որը հասարակությունը պարզ լինի ասենք, իսկ այդ օբրազները դեռ պատրաստ չեն դրան, այսինքն առաջացել է մի իրավիճակ, որտեղ օբրազները կան, պատկերները կան, բայց իրենք պատրաստ չեն քաղաքական ֆորմատավորման իմաստով եւ կան լավ մակարդակի քաղաքական թիմեր, որոնք շատ լավ տեխնոլոգիական իմաստով կրեատիվ միտք ունեն, բայց պակասում է այդ պատկերի խնդիրը եւ ես համոզված եմ, որ այդ պատկերի եւ տեխնոլոգիական թիմի համատեղության պարագայում մենք ստանալու ենք շատ հետաքրքիր տարբերակներ, կոմբինացիաներ, որի արդյունքում Հայաստանն էլ կարող է մտնել, Հայաստանը 100%-ով ես գրեթե համոզված եմ, որ կմտնի այն process-ի մեջ, ինչպես որ մտել է արդեն այսօր Միացյալ Նահանգները, Սլովակիան եւ այլն եւ այլն։ Ես գիտեք, նայելով այս գործընթացներին, ընդդիմության այս մոդ շոուի էլեմենտի բացակայությանը, իմ մոտ ձևավորվել է մի այսպիսի տպավորություն, որ եթե ուղղակի քաղաքական դաշտում մի ժողովրդական խոսքով ասած բեջարող ծաղրածու հայտնվի որպես ընդդիմադիր, շատ արագ կարող է շոուով Փաշինյանն ուղղակի տաշել հանել կառավարությունը։ Փաշինյանից բեթար ծաղրած։ Բայց մեկը արդեն հայտնվել է, չէ՞ համարը։ Որ հիմա Միացյալ Նահանգներում բարձ ինչ կարծես։ Դոգը։ Հա, տեսեք, ես մի բան ասեմ։ Որն է այդ պոպուլարության բանը, չէ՞, մարդը մի պահ արդեն 15% ուներ, հիմա եթե նորից մտնի, մենք չգիտենք 20%, 30% կամ Ժիրինովսկին կլոուններ, չէ՞, ըստ էության, բայց Ժիրինովսկին լուրջ մարդ է, շոումեններ, եթե հիմա նման որևէ մեկը հայտնվեր, ինձ թվում է մի ամսում ինքը սա դաշտը կվերցներ։ Ես այդքան էլ համաձայն չեմ։ Ես այդքան էլ համաձայն չեմ ասեմ ինչի։ Տեսեք, տարածված տեսակ կա, իհարկե դոգը որպես շոումեն, շատ տաղանդավոր շոումեն, հա, ինքը կարողացավ որոշակի ինչ-որ նիշա վերցնի։ Բայց տրենդի տեսակետից ինքը չի տեղավորվում որևէ տրենդի մեջ։ Ինքը ոչ գունավոր հեղափոխության տրենդի մեջ է տեղավորվում, ոչ էլ պահպանողական։ Երևան Տիրանձը նկատի չունի։ Առանց տրենդի, նա այդպես հաջողությանը հասնում է տրենդը։ Տրենդի մեջ արդեն ով կարողանա լավ կերպարով հանդես գալ, նա կհաջողվի։ Ինչ վերաբերում է դոգին, ապա ես համաձայն եմ, ինքը տաղանդավոր դերասան է, իսկապես մեզ այդ կրեատիվ միտք ունեցող տաղանդավոր դերասանների պակաս կա, եւ քանի որ այդ բացը կա, ինքը կարողացավ հասնել որոշակի բանի վարկանիշի ստանալու, բայց մեծ հաշվով այդ տիպի գործիչները ստրատեգիական իմաստով կարան հաջողության հասնել մենակ մի պարագայում, երբ որ իրանք ինչ-որ տրենդի մեջ ունեն։ Բայց հաշվարկելով, քանի որ ինքը ոչ մի տրենդի մեջ չի, ինքը մաքսիմում որոշակի նիշա կունենա, բայց ոչ ավել։ Երևան համաձայն ենք, մենք կերպարը նկատի ունենք, բայց այնտեղ չկա տրենդ, հա, եւ այնտեղ կա արդեն հայհոյանքներ, որը հասկանալի է, որ դա նկատի չունենք, բայց որպես շոումեն, դա, բայց շոումենը բնականաբար պետքա տրենդ ունենա։ Թրամփը ինքը տրենդի մեջ է։ Առանց հանրապետական կուսակցության, առանց մագա շարժման, Թրամփը ոչ մի հաջողություն չէր կարող ունենալ։ Տրամփի հաջողության գրավականը եղել է ռեդբեկների շարժումը։ Այստեղ էլ կարող է քիսոս շարժումը։ Չէ, կներեք, դա տարբերությունը ֆունդամենտալ է։ Գաղափարը պետք է, բայց գաղափարը դուք դի շատ པարս հասկանալի ձևով շոուի տեսքով հասցնեք։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Հայկական մագա տեսանք ոնց որ նկարներով ինչ որ Ամերիկա գնացել։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Տեսեք, նույնիսկ բոլշևիկների հաջողությունը 17 թվականին, չէ՞, արդեն հղիացած էր սոցիալիստական տրենդներով։ Այո, սոցիալիստական տրենդի մեջ կամ իրենք պետք է հաղթեին, կամ SR-ները հաղթեցին իրենք, կարելի է SR-ները հաղթային եւ պատասխանը ուրիշ ճանապարհով գնար։ Այսինքն տարբերակ չկար, կամ ազգայնական ժամանակահատվածում, երբ որ նացիստները եկան իշխանության, կարար այն ժամանակ Գինդերբուրգը հաղթեր եւ ավելի Բիսմարկի էլեմենտ բանը գաղափարը ավելի ուժեղ կներ, կամ միգուցե ուրիշ ձևով գնար, բայց միևնույն է գերմանական ֆաշիզմը, Փաշինյանից ցինիկ, ծաղրածու որ հայտնվի կարող չհաղթի Փաշինյանը, եթե տրենդի մեջ լինի։ Բացառվում է, ասում եմ, տրենդի մեջ պետք է լինի։ Իսկ ինքը լինի Փաշինյանի Նայ, Բորիս, բայց այն տրենդը, որ հիմա ինքը այդ Փաշինյանը որպես
քաղաքական ծաղրածու հրապարակում է, ասենք, մի պորնո սկանդալ է, իր ընդդիմախոսը 2-3 հրապարակ։ Չէ, տեսեք, մենք երկու բան ենք շփոթում իրար հետ։ Այսինքն շատ կարևոր բան ասեմ ձեզ։ Օրինակ, Վրաստանում Իվանիշվիլին հաղթեց, հիմա շատերը հիշում են, որ հաղթեց, որտեղ բանտային սկանդալ եղավ, հիշում եք այդ սիտուացիան։ Բայց բանտային սկանդալը ուղղակի պատերվածի դեր կատարեց։ Իրականում ինքը հաղթել է ոչ թե բանտային սկանդալի պատճառով։ Ասեմ ձեզ, եթե լուրջ մասնագետները ուսումնասիրեն, կտեսնեն, որ այդ ընտրությունների ժամանակ 2012 թվականին Իվան Սաակաշվիլին հավաքել է Թբիլիսի քաղաքում ընդամենը 10%, դուք հասկանում եք, եւ բանտային սկանդալը կարող է ազդել 3-4% ոչ ավել։ Այսինքն տեսեք, հիմա Ստեփանը որ ասեց թե որ տեսեք Նիկոլ Փաշինյանը որ ինչ որ հեծանիվակ շուն կամ սրտիկներ է ցույց տալիս եւ դա քննարկման առարկա է դառնում, ինչա քննարկման առարկա դառնում, որտեվ քաղաքական դատարկությունն է, քաղաքական դատարկության պայմաններում ասածը սա է, որ ուրիշ սրտիկ ցույց տվող լինի, աշխատի թե չի աշխատի, ասեմ ինչի, որովհետեւ հիմա սրտիկ ցույց տալու կարիք չկա։ Եթե դու տրենդը կարողանաս ճիշտ ձևակերպել, կարաս սրտիկ էլ ցույց տալ։ Ճիշտ ձևակերպման մեջ արդեն ամեն ինչ կարաս անես, բայց եթե դու տրենդը չես ձևակերպում, դու դառնում ես խեղկատա, կլոն։ Դու դառնում ես Նիկոլ Փաշինյանի կլոնը, որը ծիծաղելի կլինի։ То есть երբևիցե այդ մարդը չի կարող հաղթի Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը կա։ Պատկերացրեք, եթե մեկը գա Պուգաչովայի պես երգի, երբևիցե մարդիկ չեն ասի, որ ինքը ավելի լավ երգչուհի է, քան Պուգաչովը, որտեղ Պուգաչովն դա ինքն է երգել, չէ՞, ասենք այն Այսբերգը բանը որ կար, չէ՞, կամ Թաթայի երգերը, որ Թաթան երգում է, ավելի լավ, քան Թաթան, ոչ մեկ չի կարող երգի, չէ՞։ Այսինքն հիմա այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կլոնն է պետք սարքել, այլ այս նոր տրենդի մեջ դու պետք է կարողանաս քաղաքական ուպակովկա սարքես։ Այդ դա է կարևորը, որը հիմա այս պայծառությամբ նույնիսկ եմ ասում, կան տեխնոլոգներ, կան կերպարների ներկայացուցիչներ, բայց չկա դեռ այդ բանը կոմբինացիան։ Այդ կոմբինացիան որ եղավ 5 րոպեում Հայաստանում ամեն ինչ կարող փոխվի շատ կարճ ժամանակահատվածում։ Սա ամենակարևոր հարցը։ Այսինքն ստեղ խոսել եմ անի մասին, որ մենք պակաս կլոններ ունենք, որ Նիկոլի պես կարան կլոնություն անեն եւ հաջողություն արտանանք, դա խապկանք է։ Լավ, մենք եկանք հասանք այն եզրանքմանը, որ ես այսպես հասկացա, որ ժողովուրդը ոչ թե հոգնել է կամ հարմարվել, ժողովուրդը սպասում է այն մարդուն, ում ինքը կաջակցի։ Այո, միանշանակ։ Երբ հիմա մենք մտնում ենք արդեն նախընտրական փուլ, իշխանությունները ձևավորել են նախընտրական շտաբ, շտաբի պետ, քարոզչական պատասխանատու, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն նախընտրական ցուցակն են իրենց կազմում, ընդդիմությունը այդ յետ պիտի այդ մի հոգուն առաջ բերի։ Ես կարծում եմ, որ գալիք տարվա առաջի փուլում այդ ամեն ինչը տեսանելի կդառնա, որտեղ դրա պահանջը արդեն կա, այսինքն երբ հասարակության մեջ այդ պահանջը արդեն հասունանում է, քաղաքական դաշտ այդ պահանջին միանգամից տալիս է իր բանը։ Ցերտած պարզ է, տեսեք օրինակ, երբ որ 90 թվականին կար պահանջ Դեմիրճյանի ի հայտ եկավ, չէ՞։ Մինչև այդ Դեմիրճյանին ոչ մեկ չէր ճանաչում, մինչև ընտրությունները Դեմիրճյանը ասնով էր խոսում, ոչ մեկ չէր խոսում, համաձայն եք սրա հետ դուք։ Դեմիրճյանին ճանաչեցին բուն ընտրությունների ժամանակ։ 98 թվականի ընտրություններից առաջ ոչ մեկ Դեմիրճյանի մարմնը չկար, Դեմիրճյանը չէր քննարկվում ոչ մտեղ։ Հենց ընտրություններից առաջ Դեմիրճյանի մասին խոսեցին եւ ինքը պատկառելի ձայներ հավաքեց։ Իսկ հիշում եք այդ պատմությունը։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ process-ը գալիս է ընտրություններն են, որ ձևավորում են քաղաքական նոր քարտեզագրում են անում Հայաստանում։ Ընտրություններից առաջ շատ դժվար է քարտեզագրել անել, եթե ընտրություն չկա։ Շատ աշխարհում ցույց տվեք մի երկիր, որտեղ ընտրություններից դուրս ինչ որ ֆունդամենտալ process, շատ քիչ այդպես երկրներ կան, շատ քիչ։ Բոլոր հեղափոխությունները, ֆրանսիական հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունները, նացիստների իշխանության գալը, Ղարաբաղ կոմիտեի իշխանության գալը, Սայուդիսի, չգիտեմ, բանի բոլոր գունավոր բոլորը եկել են ընտրությունների ժամանակ։ Ընտրությունները այն տեղն է, որտեղ հասարակությունը ակտիվանում է, որտեղ ինչի, որտեղ ըստ Մաքս Վեբերի հասարակության մեծ մասը пассив մարդիկ են, իրանց սոցիալական կյանքում են ապրում, նրանց քաղաքականություն հետաքրքիր չի։ Իրանք քաղաքականությամբ զբաղվում են բառացիորեն ընտրությունների շեմին։ Լսենք պարոն Դանիելյանին եւ ամփոփենք։ Ինչ վերաբերում է այս քաղաքացիական պայմանագրի այդ ընտրական ցուցակների պատրաստմանը, իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ իրենք զուգահեռաբար երկու սցենարի են պատրաստվում։ Սցենար 1 ընտրությունները լինեն կամ 3 սցենարի ներողություն։ Սցենար 1 ընտրությունները լինեն հունիսին եկող տարի, սցենար 1 գուցե գառնան սկզբին կամ ձմեռ։ Երկրորդ սցենարը դա։ Երկրորդ սցենարը
Եվ երրորդ սցենարը, եթե տեսնեն ինչ-որ հանրային տրամադրությունները Երևանի ասած տարբերակով արագ փոփոխվում են եւ իրանք որևէ շանս չունեն, ապա բերել ինչ-որ մի իրավիճակի, որտեղ ընտրությունները հետաձգվեն, այսինքն ինչ-որ ռազմական իրավիճակ լինի, ինչ-որ հատուկ իրավիճակ լինի, ստեղծվեն եւ այլ, այսինքն 3 սցենար են պատրաստում, բացառված չի, որ իրենք իրավիճակից ելնելով նույնիսկ արտահերթ ընտրությունների գնան եւ ամենակարևորը որ այդ ընտրությունները լինեն անսպասելի, այսինքն մյուս քաղաքական ուժերը պատրաստ չլինեն եւ Երևանի ասած որ պատրաստում են, ինչ որ process է գնում ընտրությունների ժամանակ, ընտրությունները շուտ սկսելը, որ մյուսներին դու ցայտնոտի մեջ ես գցում։ Ես կարծում եմ այս 3 սցենարի մեջ իրենք դեռևս չեն որոշել, թե որ ուղղությամբ կգնան։ Ես մի հատ ուղղակի լրացնեմ Ստեփանին Եզակի տեղնա, որ ես ուզենամ քո հետ համաձայն չլինեմ, ինչի, որովհետև ես կարծում եմ կա մի սցենար, իրենք պատրաստում են 2026 թվականի հունիսի ընտրություններին, որևէ այլ սցենար չունեն, եւ ավելին կարող եմ ասեմ, այդ տիպի քաղաքական ուժերը սովորաբար չեն զգում իրենց իրավիճակը բնական թե ինչ վիճակի մեջ են եւ սովորաբար դրա համար իրանք պարտվում են։ Օբյեկտիվորեն ինչքան էլ որ տարբեր այտենց քննարկում կա որ կարող են արտահերթ տանեն բան, կյանքը ցույց է տալիս որ այս տիպի ուժերը չեն գնա այդպիսի արտահերթ ընտրությունների, որտեղ իրենք շատ լավ գիտեն որ իրանք ծանր վիճակի մեջ են եւ միշտ մարդիկ մտածում են որ կգա ժամանակը իրենք այդ կուկուտակին եւ իրանք վարկանիշը կբարձրացնեն։ Դրա համար զուտ հոգեբանական իմաստով, քաղաքական փորձը ցույց է տալիս աշխարհի, որ սովորաբար այս տիպի պայմաններում արտահերթ ընտրությունների չեն գնում։ Շատ լավ, շնորհակալ եմ բարոնակ հետաքրքիր քննարկման համար։ Հիշեցնեմ, որ իրական օրակարգի ֆորմատում մենք քննարկում ենք հասարակության վերաբերմունքը, հոգնել են թե ուղղակի հարմարվել են եւ մեր քննարկումը ինչպես ամեն շաբաթ իրականացնում ենք քաղաքագետներ Երվան Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ։ Տեսություն կհանդիպենք։